Ալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, նախորդ կառավարության հետ հարց ու պատասխաններից մեկի ժամանակ մենք անդրադարձել ենք Հովանավանքի Տեր Արամ Քահանա Ասատրյանին, այն հանգամանքով, որ նրան պատրաստվում են կարգալույծ առնել, ըստ էության ճիշտ ու բաստ խոսքի, ինչպես նաև իր եկեղեցական պարտավորությունները բարեփոխորեն իրականացնելու համար։ Դրանից հետո երեք մեր մտահոգությունները իրականացվեց եւ Տեր Արամ Քահանան կարգալույց հռչակվեց եւ դրանից հետո դուք հայտարարեցիք, որ պատրաստվում եք առաջիկա կիրակի օրը մասնակցեք Հովանավանքում հենց Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին, ցանկանում եմ ճշտել, ինչ հանգամանքով է պայմանավորված ձեր այս որոշումը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ղազարյան, ընդհանրապես կարծում եմ ի սկզբանե, երբ ես խոսել եմ վեհարանը վեհի նախաձեռնության մասին, դրա առանցքային պատճառներից մեկը այն է, որ ըստ էության այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, որովհետև այդ թվում եւ այդ խնդրի արծարծման կարևորագույն պատճառներից մեկը դա էր, որ արձանագրումներ, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք եւ դա աներկբա է, մյուս կողմից հարցը հետեւյալն է, երբ որ հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա։ Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովանավանքում հոգևոր կյանքով ապրել։ Իմիջիայլոց մի այսպիսի նրբություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, եւ սա կարծում եմ կարող է դառնալ մեր օրակարգի սպասարկման մի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն, եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում։ Մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը եւ ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի անհրաժեշտ
հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ եւ կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են եւ կարծում եմ, որ համեն դեպս նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել։ Արձագանքից հետո մի բան էլ կասեմ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հոգևոր առաջնորդի փնտրտուքի մեջ են իրականում, որովհետև որևէ մեկի ինչքան էլ փորձեցին արատավորել Տեր Արամին Հուդա եւ այլն անվանակոչելով, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին աջակցելու է այս հոգևոր առաջնորդությանը, որ դուք ուզում եք առաջնորդել, եւ ես եւս ցանկություն ունեմ եւ անպայման մասնակցել եմ այդ պատարագին։ Ինչ վերաբերում է կարգալուծությանը, գիտեք, կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Եվ այլն եւ բազմաթիվ նա հանրության շատ հարցերի պետք է, նա ոնց կարա մարդ կարգալույծ անի, ինքը կարգալույծ է։ Ինքը ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի, ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը, մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ Հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Եվ այո, ես կգնամ եւ հաղորդություն կընդունեմ, եթե կարգալույծը է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետեւ եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, այդ ապացույցն է նրա քահանա օծված լինելու եւ ես համարում եմ, որ հոգեվոր կյանքի մեծ հավանականության իմ հոգեվոր կյանքի տեղը գտել եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Պարոն վարչապետ, 3 լրատվականներից մեկը մի նյութ հրապարակեց, որը պատրաստել էին իրենց լրագրողի պատահաբար մեր աշխատանքային խմբում հայտնվելու արդյունքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատանքային խումբն էին ուսումնասիրել, թե ինչպես ենք մենք աշխատում, մի խոսքով ընթացիկ աշխատանքներն էին լուսաբանել, մի գովազդային հոլովակ, իհարկե, մեր մասին, իհարկե իրանք այդպիսի նպատակ չունեին, բայց այստեղ նաև հրապարակել էին ձեր կոչը սեպտեմբերի 2023 թվականի սեպտեմբերին հրապարակված, որտեղ դուք կոչ եք անում մարդկանց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, հանրահավաքին եւ վերջում հատուկ նշում եք անում վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Բայց այնուամենայնիվ որոշ դիտորդական խմբերի անդամներ կարծում են, որ չնայած ձեր հորդորին, որոշ տեղերում մեր կուսակցական գործընկերները կարող են ինքնագործունեությամբ զբաղվել եւ այդպիսի խնդիրներ առաջանալ եւ քանի որ այսօր մեկնարկել է վաղաշաբաթի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես եւ մենք էլ այնտեղ տեխնացու ունենք եւ հավակնում ենք վաղաշաբաթ համայնքի բնակիչների քվեին արժանանալ, ուզում եմ
ձեր դիրքորոշումը այս հարցի ուղղությամբ լսել։ Շնորհակալ եմ։ Իր դիրքորոշումը կհայտնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համեցեք, պարոն վարչապետ, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար։ Դուք մեր աշխատանքային քննարկումներին մասնակցում եք եւ թերևս առիթ ունեցած կլինեք լսելու իմ դիրքորոշումը եւ կարծիքը եւ համոզմունքը, որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի, որ մտածի հազար ներողություն։ Այս ներկուսակցական թեմաները բերեցիք ազգային ժողովի ամբիոն, այս լավ չի։ Ինչպես այն քաղաքական ուժը, որը սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար եւ քաղաքական գործի համար։ Եվ սա իմ համոզմունքն է։ Ուզում եք իմանալ, շատ խոսում ընտրություններում ինչ ոնց եւ այլն, որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, որտեղ այդ տրամաբանությամբ մտածենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք, ես որևէ կասկած չունեմ։ Իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ միանշանակ հաղթելու ենք։ Եվ ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը ամբողջ միջազգային հանրության կողմից որակվեց որպես ազատ, մրցակցային եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոնց կարա որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ իր հաջողության պատմությունը ասի դե երևի այդ իմ հաջողության պատմությունը այդքան էլ համոզիչ չի։ Գնանք լտենանք ինչ կա, կամ որ խոսում են մեզ անդադ բան են անում, մեղադրում են կամ կասկածում են քաղաքական տեխնոլոգիա կիրառելու մեջ։ Ես ուրիշ երկրորդն էլ ասեմ, այնտեղ որտեղ մենք քաղաքական տեխնոլոգիա փորձ անենք կիրառել, այնտեղ մենք պարտվելու ենք։ Որտեղ մեր քաղաքական տեխնոլոգիան էմոցիանա, օրգանիկ կապնա ժողովրդի հետ եւ սերնա ժողովրդի նկատմամբ եւ մեր երկրի նկատմամբ։ Ինչ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիայով ինչ անենք, որ ինչը լինի։ Այսինքն ես կարծում եմ ձեզ համար ոչ մի նոր բան չասեցի։ Ես ուղղակի այնտեղ մի առիթով ուղղակի նաեւ այս ամեն ինչը գրել եմ, թեզեր եմ դարձրել, չհասցրեցի միջև ձեր հարցը ավարտվի, գտնեմ հետս բերեմ, բայց մի հարմար առիթով, բայց կուսակցական ժողովներին դա հրապարակել եմ այդ թեզերը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ինձ համար իհարկե նորություն չէ եւ ես կարծում եմ շատերի համար դա նորություն չէ, այն իմաստով, որ նույնիսկ փակ խմբում հայտնվելու պարագայում փորձում էին կապել իրար չկապելին, այսինքն գտնել բաներ, բայց հակառակի ապացույցներն էին գտել եւ նրա համար շատերը նաեւ կարծում էին, որ սա նույնիսկ հակառակը մեր PR տեխնոլոգիաներից մեկն է, այսինքն այս լրատվամիջոցի այս գործունեությունը ուղղված է հենց դրան, որ ապացուցի մեր սկզբունքներն ու արժեքները եւ այս իմաստով կարծում եմ, որ կարեւոր է հենց նաեւ այսօր սա վերահաստատելը, որովհետեւ նորից եմ կրկնում, մեկնարկել են Քարոզ Արշավը, մեկնարկել է եւ այստեղ մենք եւս մեկ անգամ մեր սկզբունքներին համապատասխան պիտի իրականացնենք դա քվեին արժանանալու համար մեր համայնքի։ Դե գիտեք, էդ եմ ուզում, այդքան հայտնի է, այդքան քննարկում են PR, բոլորն ասում են PR, այս բառը բոլորը գիտեն, բայց ինչպես ասենք հիմնականում չգիտեն մեր իրականության մեջ ճանաչել զիմաստություն եւ սխրատ ինչով է շարունակում, հենց էլ չգիտեն PR-ը ինչ է, PR-ը ինչ է, public relations, հանրային հարաբերություններ։ Այսինքն մենք
Զբաղված ենք հանրային հարաբերություններ եւ էտա քաղաքականությունը, հանրային հարաբերություններ, այսինքն հաղորդակցվել հանրության հետ եւ հանրության հետ հաղորդակցվելու նորանոր ձևեր գտնել կամ առիթներ գտնել կամ եւ այդպես շարունակ։ Այսինքն PR-ը հանրության հետ հաղորդակցությունն է։ Եվ այդ հաղորդակցությունը եթե անկեղծ չի, բովանդակություն չկա տակը, ինչքան ուզում են տեխնոլոգիա դնեն։ Դա ոչ մի բան, դա չի փրկել 2018 թվականին ոմանց, չի օգնել 2021 թվականին, չի օգնել 2021 թվականից հետո մինչև հիմա եւ հետագայում էլ չի օգնելու, որովհետեւ առանց բովանդակության չի լինում քաղաքականություն։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Ինչ։ Լավ, դետ եմ ասում, շնորհակալ եմ։ Մարինա Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ